Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 3։ Այս մարդիկ Հիսուսի հետ էին։ Գործք առաքելոց 3-րդ գլխում մենք տեսնում ենք Պետրոսին և Հովհաննեսին տաճար գնալիս աղոթքի ժամին։ Տաճարի դարպասի մոտ նստած էր մի մուրացկան, որը ի ծնե կաղ էր։ Երբ նա տեսավ Պետրոսին և Հովհաննեսին, նրանցից ողորմություն խնդրեց, և Պետրոսը պատասխանեց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ»։ Գործք 3-րդ գլուխ 6-րդ խոսք։ Այնուհետև Պետրոսը ասաց. «Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունով վեր կաց և ման եկ»։ Այդ մարդն անմիջապես բժշկվեց։ Լիակատար ուրախության մեջ նա նրանց հետ մտավ տաճար ման գալով և վազտալով և Աստծուն օրհնելով։ Տաճարում բոլորը զարմացած էին տեսարանից, քանի որ ճանաչեցին նրա մեջ այն կաղ մարդուն։ Երբ Պետրոսն ու Հովհաննեսը տեսան հավաքված բազմությունը, սկսեցին քարոզել Քրիստոսին, բայց մինչ Պետրոսն ու Հովհաննեսը քարոզում էին, ժողովարանի քահանաներն ու իշխանները մոտեցան նրանց և շատ բարկացան։ Տաճարի իշխանավոր մարդիկ հարցրեցին աշակերտներին. «Ինչ զորությունով կամ որ անունով արիք դուք այս»։ 4-րդ գլուխ 7-րդ խոսք։ Պետրոսը Սուրբ Հոգուց մղված պատասխանեց նրանց. «Թող հայտնի լինի ձեզ ամենիդ և բոլոր Իսրայելի ժողովրդիդ, որ Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված հարություն տվեց մեռելներից, նրանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է։ Նա է ձեզանից շինողներիցդ անարգված քարը, որ անկյունի գլուխ եղավ, և էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել»։ 4-րդ գլուխ 10-12 խոսքեր։ Մարդիկ զարմացած էին։ Իրոք Սուրբ Գիրքն ասում է, որ նրանք զարմանում էին, այսինքն հիանում էին, և ճանաչեցին, որ Հիսուսի հետ էին եղել։ 4-րդ գլուխ 13-րդ խոսք։ Ճանաչել բառը ծագում է արմատային բառից, որը նշանակում է ճանաչել որոշակի տարբերակիչ նշանով։ Ի՞նչն էր Պետրոսին ու Հովհաննեսին տարբերող այս նշանը։ Դա Հիսուսի ներկայությունն էր։ Նրանք ունեին Քրիստոսի սեփական նմանությունն ու հոգին։ Նրանք, ովքեր ժամանակ են անցկացնում Տեր Հիսուսի հետ, չեն կարողանում կշտանալ նրանից։ Նրանց սրտերը անընդհատ աղաղակում են ավելի լավ ճանաչելու Տիրոջը, ավելի մոտենալու Նրան, և դա աշխարհը տեսնում է։